Մեր երկրում արդեն երեխաներն ու պատանիներն են դառնում քաղաքական հալածյալ, քաղբանտարկյալ, ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրի ղեկավարի ապարատը պայքարում է դպրոցականների դեմ, ինչ է թե Նիկոլի թիկնապահը իրեն վատ է պահել, նա էլ արձագանքել է։ Էկրանի լուսանկարներից մեկը Հյուսիսային Կորեայի ղեկավարն է, շրջապատված երեխաներով։ Այդ երկրում էլ է ղեկավարի ֆիզիկական ներկայությունը դիտվում որպես սրբազան տարածք։ Քաղաքացու ցանկացած չպլանավորված ռեակցիա, լինի բողոք, արդարության պահանջ, թե պարզապես էմոցիոնալ պոռթկում, համարվում է դավաճանություն, սադրանք եւ դաժան պատժի արժանանում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ երբ գնում է մի տեղ ու երեխաները ոգևորությունից չեն լացում, չափահասները արցունքախառը ոգևորություն չունեն, պատժվում են։ Աշխատանքային ճամբարից մինչև բանտ։ Եթե հետը մի նոտա էլ բարձր են խոսում, անհետանում են ընտանիքի անդամների հետ միասին 3 սերնդի պատժի օրենքով։ Մի քանի տարի իշխանության մնալով Նիկոլը սովորում է դառնալ Կիմ Չեն Ըն։ Նրա ներկայությունը մարդկանց շարքում հավասարվում է ականապատ դաշտով քայլելու։ Պատրաստվեք ժողովուրդ, եթե սա մնաց, Հայաստանը աստիճանաբար նմանվելու է Հյուսիսային Կորեային։ Երեխաներն անգամ նստելու են։ Վարքագիծը նույնն է, նույն հսկայական եւ ամեն ինչից վախեցող անվտանգության բանակը, նույն բեմադրված տեսարանները, ընտրված մարդկանցով ու նույն դաժան պատիժը բոլոր նրանց համար, ովքեր համարձակվում են ծափ չտալ առաջնորդին կամ ճշմարտությունը շպրտել դեմքին։ Միակ տարբերությունը այն է, որ Փխենյանում գոնե ժողովրդավարության կեղծ դիմակ չեն հագնում, չեն ասում բաստիոն ենք։